2025-ի իմ սիրելի պրոդուկտները։ Սկսենք խոնավեցնողից, այն խոնավեցնողը, որը հիմա օգտագործում եմ դեմքիս համար, Laneige բրենդի Water Bank-ն է։ Եթե ուզում եք հավատալ բլոգերներին, նայեք իրենց դատարկ բանջկաները։ Իսկ ամեն ինչ բարձ արդեն։ SPF-ը SPF-ին օգտագործում եմ Beauty of Joseon բրենդից, ինքը SPF 50 է, բայց իրան համեմատաբար ավելի հաճախ է պետք թարմացնել։ Հաջորդը տոնայինն էր, 2025-ի իմ favorite, ուղղակի իմ մաշկի համար ամենաիդեալական տոնայինը, MAC-ի S տոնայինն էր, բայց նաև խորհուրդ եմ տալիս Dior-ի Skin Glow-ը, որը էլի նույն էֆեկտն է տալիս, շատ քիչ ծածկողականություն ունի ու շատ լավ է մնում մաշկին։ Ես կոնսիլեր չեմ օգտագործում, բայց խնդրել եմ իմ ընկերներին, որպեսզի իրանք նշան իրենց սիրելի կոնսիլերները եւ բերեն այն, որ ես ձեզ ասեմ, առանձնացրել են այս 3 բրենդները LA Colors, Gosh եւ Kiko։ Контур. Это мы любим, это мы делаем. Իմ կոնտուրը գիտեք, որ մեյքափ Մարիոից է, բայց այս պահին ինքը ինձ այնքանով դուր չի գալիս, որ ինքը հալում է ուղղակի ու ես իրեն չեմ կարողանում որպես հենց ստիկ օգտագործեմ, բայց նաև ձեզ խորհուրդ կտամ Kiko-ի ստիկ տարբերակը, որը best of the best ու նաև Chanel-ի կրեմային կոնտուրը։ Անցնենք բլաշերին։ Իմ բլաշը Kiko-ի S4 բլաշն է, ինքը ահավոր պիգմենտացված է, մի փոքր էլ որ իրան անում ես, արդեն դառնում է սենց Իրականում ինձ այդքան շատ բլաշ չի սազում, ես մի անգամից ոնց որ ջերմություն ունենամ բլաշով։ Իհարկե, բլաշերի բլաշը Rare Beauty-ից։ Ասա, եթե ուզում եք բլաշը շատ պիգմենտացված թաց բլաշը չնստի, բանով խոնավ սպունգով արեք, իսկ եթե ուզում եք լավ վարդ երևա, վրձնով տարեք։ Քանի որ ես մեյքափի շատ քիչ բան եմ հասկանում, ես ունեմ կողքից սուֆլյոր, ով ինձ հուշում է ինչ պետք է անել։ Հիմա ասում ենք բրոնզերին։ Իրականում ես Gucci բրոնզերից նենց Приятный հոտ է գալի։ Հա, լիպ կոմբոն։ Սա այն է, ինչից ես հասկանում եմ։ Գնացինք։ Իմ մատիտները ձեզ ցույց տամ։ Mistayis-ից 764, սա 765, էլի Mistayis, սա 6003, Starlook-ի 01։ Եթե դուք չունեք այս չափի մատիտ, ձեր կոսմետիկայի մեջ, ուրեմն չգիտեմ։ Այս պահի իմ լիպ կոմբոն, Mistayis-ի այս մուգ կարիճնիվինը 16 եւ Kiko-ի այս լիպ բալզամը վանիլային երանգով շատ լավ հոտ ունի ու շատ լավ գույն է տալիս։